Դերեկ Պրինսի ծառայությունը ներկայացնում է Ուխտագնացություն հռոմեացիներին ուղերձով Մաս երկրորդ Դերեկ Պրինս Մեր նախորդ երկու դասերում մենք ուսումնասիրեցինք հռոմեացիներին առաջին գլխի առաջին 15 համարները։ Դրանց մեջ Պողոսը ներկայացրեց ինքն իրեն, Հռոմի քրիստոնյաներին և ավետարանը։ Ավետարանի ներածությունը ավարտելու համար հիմա կանցնենք 16-ից 17 համարներին։ Սա շատ զորավոր և հայտնի հատված է։ Պողոսն ասում է. «Ես ավետարանը ամոթ չեմ համարում, քանի որ Աստծո զորությունն է ամեն հավատացյալի փրկության համար։ Նախ հրեայի, ապա նաև հույնի, որովհետև Աստծո արդարությունը նրա միջոցով, այսինքն ավետարանի միջոցով, հայտնվում է հավատից հավատի մեջ, ինչպես որ գրված է, արդարը հավատով է ապրելու»։ Այստեղ Պողոսն ամփոփում է ավետարանը և տալիս է մի շատ կարևոր պատճառ, թե ինչու ինքը և մենք երբեք չպետք է ամաչենք ավետարանի համար, որովհետև այն Աստծո զորությունն է։ Եթե երբևէ մեզ մոտ գայթակղություն է լինում ամաչելու ավետարանից, նշանակում է մենք մոռացել ենք, որ այն Աստծո զորությունն է։ Այսօրվա աշխարհում ոչ ոք չի ամաչում զորության համար, առավել ևս Աստծո զորության համար։ Ավետարանը Աստծո զորությունն է ոչ թե կործանման, այլ փրկության համար։ Այն տալիս է ամբողջական ազատագրություն մարդկային անձին, հոգուն, շնչին և մարմնին։ Բայց ում համար է դա գործում։ Միայն նրանց համար, ովքեր հավատում են։ Հիմնական բառը հենց սա է՝ հավատալ։ Ապա Պողոսն ասում է նախ հրեային, հետո նաև հույնին։ Պատմականորեն ավետարանը առաջին հերթին հռչակվեց հրեաներին և հետո միայն հեթանոսական աշխարհին։ 17-րդ համարում Պողոսն ասում է, որովհետև Աստծո արդարությունը նրա միջոցով է հայտնվում հավատից հավատի մեջ, ինչպես որ գրված է, արդարը հավատով է ապրելու։ Այս երկու համարներում հավատալ բայը կամ հավատք գոյականը 4 անգամ են օգտագործվում։ Հունարենում դրանք միմյանց շատ մոտ բառեր են։ Գոյականը «pistis», բայը «pisteo»։ Անգլերենում դրանք տարբեր բառեր են՝ faith և believe, բայց հունարենում նույն արմատից են։ Ուրեմն այս հատվածի էությունը հենց սա է. ավետարանն Աստծո զորությունն է հավատացողների համար։ Այն բացահայտում է Աստծո արդարությունը։ Հիշում եք, ասացի, որ հռոմեացիներին թղթի հիմնական բառը արդարությունն է։ Այստեղ Պողոսն ընդգծում է, որ ավետարանի միջոցով Աստված բացահայտում է այն ճանապարհը, որով մարդը կարող է արդար համարվել Աստծո առաջ։ Եվ կրկին մեջբերում է Հին Կտակարանից, Ամբակում մարգարեից, 2 գլուխ 4 համար։ Արդարը հավատքով է ապրելու։ Այսպիսով, ավետարանի գլխավոր օրհնությունն այն է, որ այն բերում է մեզ արդարություն, Աստծո համար ընդունելի արդարություն։ Եվ կտեսնենք հետագայում, որ միայն արդարության հիմքի վրա է հնարավոր ընդունել Աստծո մյուս օրհնությունները։ Հռոմեացիներին 5-րդ գլխում Պողոսը խոսում է արդարության պարգևի մասին, իսկ 6-րդ գլխում հավիտենական կյանքի պարգևի մասին։ Բայց այդ կարգը չի կարելի շրջել։ Մենք երբեք չէինք կարող արժանի լինել հավիտենական կյանքի պարգևին, եթե Աստված նախ մեզ արդար չհամարեր։ Արդար Աստված չէր կարող իր պարգևները տալ անարդար մարդկանց։ Առաջին խնդիրը, որ պետք էր լուծել, արդարության հարցն էր։ Հիշում եք Հոբի հարցը, որի վրա կանգ առանք ավելի վաղ։ Մարդս Աստծո առաջ ինչպես կարդարանա։ Պատասխանը սա է՝ հավատալով ավետարանին։ Բայց երբ մենք օգտագործում ենք հավատք բառը, պետք է զգուշանանք մի սխալ հասկացողությունից, որ դարերի ընթացքում ներթափանցել է եկեղեցու մեջ։
Եբրայերենում և հունարենում հավատք բառը նախ և առաջ նկարագրում է բնավորություն և հետո միայն այն, ինչին հավատում ես։ Ուրեմն, եթե ավետարանը պարզապես վերածում ենք աստվածաբանական նախադասությունների, ապա այն զրկում ենք իր իրական ուժից։ Սկզբնական իմաստով հավատքն իր մեջ ներառում է հավատարմություն և անձնական նվիրվածություն։ Այսպիսով, ավետարանն Աստծո զորությունն է միայն նրանց համար, ովքեր հավատում են Աստծուն անձնական նվիրվածությամբ։ Եթե նվիրվածությունը հանենք, ապա մեզ մնում է չոր աստվածաբանական հավատք, որը չի տալիս այն արդյունքները, որ Աստված խոստացել է։ Աստվածաշնչյան իմաստով անհնար է լինել հավատացող առանց Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն անձնական նվիրված լինելու։ Նվիրվածությունը հիմքն է։ Այնուհետև Պողոսն այս գլխի հաջորդ հատվածում ներկայացնում է նույն բանի հակառակ կողմը։ Նա խոսեց Աստծո արդարության հայտնության մասին, իսկ հիմա խոսում է Աստծո բարկության հայտնության մասին, և երկուսն էլ ավետարանում են։ Երբ նայում ենք խաչին, պետք է հիշենք, Հիսուսը կրեց Աստծո բարկությունը։ Ինչու՞։ Որովհետև նա դարձավ մեղքի պատարագ։ Նա վերցրեց մեր մեղքը, մեր դատաստանը և կրեց մեր մեղքի պատիժը։ Եվ երբ նա մեղք դարձավ, Աստծո ամբողջ բարկությունը հեղեց նրա վրա, երբ նա խաչի վրա էր։ Ուստի եթե մտածեք, որ ավետարանը պարզապես քաղցրահունչ մի պատմություն է, պետք է տեսնեք մյուս կողմը։ Այնտեղ նաև բացահայտվում է Աստծո բարկությունը ուղղված ամբողջ մեղքին։ Ես հաճախ եմ ասել մարդկանց, եթե որևէ մեկը կարողանար մեղքը ընդունելի դարձնել Աստծուն, դա Հիսուսն էր։ Բայց երբ նա դարձավ մեղք, Աստված մերժեց նրան, լքեց նրան և իր բարկությունը հեղեց նրա վրա։ Ուրեմն երբեք մի կարծեք, սիրելի եղբայրներ և քույրեր, որ Աստված երբևէ կհանդուրժի ձեր մեղքը։ Նա կարող է ներել այն, բայց երբեք չի ընդունի և հավանություն չի տա դրան։ Այժմ անցնենք Աստծո բարկության նկարագրությանը մարդկության հանդեպ։ Սա առաջին գլխի շատ կարևոր հատվածն է, որովհետև մարդիկ հաճախ հարցնում են. ինչպե՞ս կարող է Աստված պատժել անմեղ մարդկանց։ Բայց Աստծո խնդիրը դա չէ, որովհետև անմեղ մարդիկ գոյություն չունեն։ Աստծո խնդիրը սա է, ինչպե՞ս կարող է նա ներել ամբարիշտ մեղավորներին։ Հենց այս հարցի պատասխանն է տալիս Հռոմեացիներին թուղթը։ Կարդանք Հռոմեացիներին առաջին գլխի 18-20 խոսքերը, որովհետև Աստծո բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարիշտության և անիրավության վրա, որ ճշմարտությունը ճնշում են անիրավությամբ։ Խնդիրն այն է, որ Աստված ճշմարտությունը հասանելի էր դարձրել մարդկության համար, բայց նրանք նախընտրեցին ճնշել այն, քանի որ դա իրենց համապատասխան չէր։ 19-րդ խոսք, որովհետև ինչ որ կարելի է իմանալ Աստծո մասին, նրանց հայտնի է, քանի որ Աստված նրանց հայտնեց։ Աշխարհի ստեղծումից ի վեր նրա աներևույթ առանձնահատկությունը, նրա մշտնջենական զորությունն ու աստվածությունը տեսանելի են ստեղծվածների միջոցով, արդ նրանք որևէ արդարացում չունեն։ Պողոսն այստեղ ասում է, որ արարչագործության միջոցով Աստված իր մասին ճշմարտությունը հասանելի է դարձրել բոլոր մարդկանց ամենուր։ Երկու կարևոր ճշմարտություն է բացահայտվել. նրա հավիտենական զորությունը և աստվածային բնությունը։ Այստեղ աստվածային բնություն նշանակում է մի էակ, որը բոլորովին այլ է, շատ ավելի մեծ, քան մարդը և որն ամենակարող է։ Բայց ինչպես է այս հայտնությունը գալիս, սա վճռորոշ հարց է։ Շնորհիվ իմ փիլիսոփայական անցյալի ես հասկանում եմ, որ սա Պողոսի կողմից ներկայացված ամենանուրբ հարցերից է։ Նա ասում է.
Որովհետև ինչ որ կարելի է իմանալ Աստծո մասին, նրանց հայտնի է, քանի որ Աստված նրանց հայտնեց։ Այսինքն կա երկու բաների համադրություն։ Այս երկու բաների համադրությունից է բխում այս հայտնությունը։ Առաջինը արտաքին արարչագործության կարգն ու համակարգը, և հետո ներքին մարդու մեջ դրված բանական կարողությունը, որը կարող է հասկանալ այդ կարգն ու գեղեցկությունը։ Չեմ հավատում, որ կովերը դա կարող են հասկանալ, առյուծները նույնպես, օձերը նույնպես։ Միակ արարածը, որն ունի այդ ունակությունը, մարդն է, ուստի մարդը եզակի պատասխանատվություն ունի։ Աստղագետները կարողանում են հաշվարկել, թե որ աստղը որտեղ էր 3000 տարի առաջ։ Ոչ մի կենդանի չի կարող դա անել։ Սա ապացույց է, որ այդ ամբողջ տիեզերքը ստեղծվել է մի անձի կողմից, որի բանականությունը նման է մերին, բայց անհամեմատ ավելի մեծ։ Ինչպես արդեն ասացի, ես փիլիսոփա եմ եղել և ուսանել եմ մի մարդու մոտ, ում անունը ձեզ շատ բան չի տա, բայց նա լեզվաբանական փիլիսոփայության հայրն է համարվում։ Մի առարկա, որը շատ հարգի էր նախորդ սերնդի մեջ։ Նրա անունն էր Լյուդվիգ Վիտխենշտայն։ Եվ նա հետևյալն է ասել. մենք երբեք չենք կարող ասել, թե անտրամաբանական տիեզերքն ինչի նման կլիներ։ Դա բառացիորեն նույնն էր, ինչ Պողոսն է ասել։ Նա ասում է, այն փաստը, որ մենք կարող ենք նկարագրել տիեզերքը, գործածել կատեգորիաներ և տերմիններ, որոնք շարունակականություն, համակարգ, ձև են պարունակում, նշանակում է, որ նման տիեզերքում ենք մենք ապրում։ Հիմա մարդիկ, որոնք չեն հավատում Աստծուն, բնազդաբար խոսում են բնության օրինաչափությունների մասին, բայց դա իր էությամբ հակասական է, քանի որ մենք մեր մարդկային բնությամբ չենք ճանաչում որևէ օրենք, եթե այն չի հաստատվել որևէ օրենսդրի կողմից։ Քանի որ յուրաքանչյուր օրենքի հետևում կա օրենսդիր։ Պատշաճ բացատրության սկզբունքն այն կլիներ, որ մեզ անհայտությունից տեղափոխեր հայտնիության մեջ, սակայն երբ մենք խոսում ենք օրենքից, որը ոչ ոքի կողմից չի ստեղծվել, մենք անհայտության մեջ ենք հայտնվում։ Դա բացատրության անվավեր ձև է, այնպես որ այստեղ Պողոսն ասում է, որ երկու բաներ կան, որոնց միասնությունը բավարար չափով ներկայացնում է Աստծո հայտնությունը, տիեզերքի կարգը, ձևը և ներդաշնակությունը։ Եվ դա բավարար հայտնություն է այն արարածի համար, որը տրամաբանորեն և մաթեմատիկական ճշգրտությամբ կարող է ընկալել դա։ Եվ այս առումով մարդը յուրահատուկ պատասխանատվություն ունի և ողջ ստեղծագործության մեջ միայն նա է, որ կարող է գիտակցել Աստծո էությունը։ Պողոսն այստեղ շատ կտրուկ է։ Մենք գիտենք, որ այսօր միլիոնավոր մարդիկ մերժում են սա։ Նա ասում է, նրանք, ովքեր սա չեն ընդունում, անմիտ են։ Մենք շատ ենք լսում էվոլյուցիայի մասին, բայց պետք է նկատել նաև հակառակ կողմը՝ դևոլյուցիան։ Շատ բաներ չեն զարգանում, այլ թուլանում ու փչանում են։ Այս ուսումնասիրության ընթացքում մենք կդիտարկենք այդ ամենը, և անտրամաբանական է խոսել էվոլյուցիայի մասին որպես միակ հնարավորություն։ Շատ լավ։ Եվ սա ճշմարիտ է հատկապես մարդկային ցեղի մեջ։ Փաստն այն է, որ այսօր ավելի մեծ ապացույց կա դևոլյուցիայի, այսինքն հետ զարգացման, քան էվոլյուցիայի մասին, և հատկապես մարդկային ցեղում։ Բարի, շարունակենք Հռոմեացիներին 1:21-ը։
Քանի որ Աստծուն ճանաչելով նրան որպես Աստծո չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածումներում ունայնացան եւ նրանց անմիտ սրտերը խավարեցին։ Ուշադրություն դարձրեք, մարդկության անկման առաջին երկու քայլերը դրական բաներ չեն, այլ բաց թողումներ։ Նրանք չփառավորեցին Աստծուն, նրանք շնորհակալ չեղան նրան։ Հիշեք, նույնքան մեղավոր կարող ես լինել այն բանի համար, ինչ չես անում, որքան այն բանի, ինչ անում ես։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, իմ սեփական փորձառությամբ եւ բազմաթիվ քրիստոնյաների կյանք դիտարկելով կարող եմ ասել, երբ դադարում ես փառավորել Աստծուն եւ շնորհակալ լինել նրան, սկսում ես սայթաքուն ներքև գնացող ճանապարհով քայլել։ Իսկ եթե այս պահին դու այնտեղ ես, ավելի լավ է անմիջապես ապաշխարես։ Պողոսը նկարագրում է այդ ճանապարհը, թե ինչպես է այն գնալու ավելի ու ավելի ներքև։ Իսկ վերջում սարսափելի տիղմոտ փոս է։ 22 եւ 23 համարներ, որոնք էին առաջին երկու հետևանքները։ Ասելով, թե իմաստուն են, հիմարացան։ Այն բառը, որը թարգմանվում է ասելով, այնպիսի բառ է, որ նշանակում է նույն բանը կրկնել նորից եւ նորից։ Նրանք շարունակ խոսում էին, թե ինչքան իմաստուն են, բայց այդ ամբողջ ընթացքում ավելի ու ավելի հիմարանում էին։ Երկրորդ հետևանքը եւ անեղծ Աստծո փառքը փոխեցին եղծելի մարդու թռչունների, չորքոտանիների ու սողունների պատկերի նմանության հետ։ Առաջին մեծ մեղքը առաջին պատվիրանի խախտումն է։ Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Եվ ես վերջին տարիներին հատկապես աշխարհի շատ վայրերում ճանապարհորդելով, որտեղ կռապաշտությունը դեռ բաց ու վայրի կերպով տարածված է, տեսել եմ, թե ինչ ահավոր մեղք է կռապաշտությունը, չկա բառ, որը նկարագրի կռապաշտության սարսափը։ Կարող եք անգամ պատկերացնել, թե ինչպիսի վիրավորանք է հասցվում մեծ հավիտենական Աստծուն, նրան պատկերելով, եւ նկատեք, շարժումը դեպի վար է, սկզբում մարդկանց ձևով, ապա թռչող արարածների, հետո կենդանիների եւ վերջապես սողունների։ Տեսնում եք, սա միշտ դեպի վար է եւ երբեք դեպի վեր։ Երբ այդ առաջին երկու քայլերն արեցիք, ներքև տանող ճանապարհով շարունակելու եք իջնել, եթե չապաշխարեք։ Այժմ անցնենք Աստծո դատաստանին մարդկության նկատմամբ այս բաների համար։ Եվ 3 անգամ այս հատվածում Պողոսն օգտագործում է Աստված նրանց մատնեց արտահայտությունը։ Ինչ սարսափելի արտահայտություն։ Ես աղոթում եմ, Աստված ինձ երբեք մի մատնիր։ Միգուցե ես չգնահատեմ քո գործերը, Աստված, միգուցե թվում է բողոքում եմ, բայց խնդրում եմ երբեք ինձ մի մատնիր։ Ովսե մարգարեության մեջ կա մի արտահայտություն Եփրեմի ցեղի մասին, ասվում է Եփրեմը կուռքերին է փարվել, թող դրան։ Դա ամենասարսափելին է, ինչ Աստված կարող է ասել, թող դրան, եւ նկատեք, դա եղել է հենց կռապաշտության համար։ Բարի, առաջին բանը, որին Աստված նրանց մատնեց կիրքն ու պղծությունն էր։ 24 եւ 25 համարները։ Այդ պատճառով Աստված նրանց ըստ իրենց սրտերի ցանկության պղծության մատնեց, որպեսզի իրենց մարմիններն իրենց մեջ անարգեն։ Նրանք Աստծո ճշմարտությունը ստության հետ փոխեցին եւ երկրպագեցին ու պաշտեցին արարածներին եւ ոչ թե արարչին, որ հավիտյանս օրհնյալ է։ Ամեն։ Սա եւս մի օրինակ է, թե ինչպես էր Պողոսը մտածում որպես մի հրյա, քանի որ ամեն անգամ, երբ ուղղափառ հրյան արտաբերում է Աստծո անունը, միշտ ավարտում է բարուխ հու, օրհնյալ լինի նա արտահայտությամբ։ Եվ տեսնում եք, Պողոսը չէր կարող գրել արարիչը առանց ասելու, որ հավիտյանս օրհնյալ է, ամեն։ Տեսեք, նրանք Աստծո կերպարանքը փոխեցին ինչ-որ ստոր եւ նսեմ բանով, Աստված նրանց տվել էր մի կերպարանք, որը ստեղծված էր Աստծո նմանությամբ, բայց քանի որ նրանք աղավաղեցին Աստծո նմանությունն ու պղծեցին այն, Աստված ասաց. «Լավ, ես ձեզ թույլ կտամ անարգել ձեր սեփական մարմինները կրքով ու պղծությամբ»։ Բայց սա միայն առաջինն է, հաջորդ մատնեց նրանցը 26-րդ համարում է։ Դրա համար Աստված նրանց մատնեց անարգ կրքերի եւ նրանց էգերը բնական հարաբերությունը անբնականի հետ փոխեցին։
Նույն կերպ էլ արուները էգերի հետ բնական հարաբերությունը թողած իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ։ Արուներն արուների հետ խայտառակություն էին անում և փոխարենն իրենց անձերում ստանում էին իրենց մոլորությանն արժանի փոխհատուցումը։ Մի խոսքով ինչ է նկարագրում Պողոսը։ Միասեռական կապեր։ Սա հաջորդ ցած տանող քայլն է։ Հետաքրքիր է, որ այս առաջին դատաստաններն ազդեցություն ունեցան նրանց մարմինների վրա։ Կտեսնենք, որ վերջնական դատաստանը վերաբերում է նրանց մտքերին։ Նշանակալից է նաև, որ Պողոսն ասում է կանայք էին առաջնորդում միասեռականության մեջ։ Եվ որքանով որ սա վերաբերում է Հունաստանին, ապա դա պատմականորեն ճիշտ է։ Լեսբոս կղզում կար մի հույն բանաստեղծուհի, որի անունն էր Սափֆո, Քրիստոսից առաջ 9-րդ կամ 8-րդ դարում, ով լեսբուհի էր, այստեղից էլ գալիս է բառը, և գրում էր բանաստեղծություններ փառաբանելով հարաբերության այս ձևը։ Դրանք մի տեսակ շատ գեղեցիկ բանաստեղծություններ էին, բայց այնքան ապականիչ։ Եվ բավական ուշագրավ է, որ երբեմն գերազանց արվեստի ձևերը օգտագործվում են ամենաողբերգական, ամենաանաստված բաները փառաբանելու համար։ Թվում է, թե տղամարդիկ հետևեցին կանանց օրինակին։ Եվ դա վերածվում է բավական սովորական բանի, տղամարդիկ ինչ-որ առումով բավական թուլակամ արարածներ են, գիտեք դա։ Եթե կանայք շատ տեղերում նախաձեռնությունը վերցնեն, տղամարդիկ թույլ կտան նրանց անել դա, բայց արդյունքները երբեք չեն լինում Աստծուց։ Ասվում է, նրանք իրենց մեջ կամ իրենց անձերում ստանում էին իրենց մոլորությանն արժանի փոխհատուցումը։ Ժամանակակից ինչ արտահայտությամբ կարող ենք դա ամփոփել։ Ձիահ ճիշտ է, բայց ես չեմ հավատում, թե ձիահը դրա միակ արտահայտությունն է։ Կարծում եմ դա վերջինը և գուցե ամենասուրն է։ Իսկ Պողոսն ասում է առաջին Կորինթացիներին 6:18-ում. ամեն մարդ ով պոռնկություն է գործում, մեղանչում է իր սեփական մարմնի դեմ։ Եվ ես եկել եմ այն եզրակացության, որ դա պետք է հաշվի առնենք։ Չես կարող անբարոյականություն գործել առանց որևէ ձևով վնասելու քո մարմինը։ Եվ հիվանդներին ծառայելիս ես եկել եմ այն եզրակացության, որ եթե սա որպես հիվանդությունների բավական տարածված պատճառ դուրս թողնենք, հավանաբար չենք զբաղվի այն մարդկանց խորքային արմատական խնդիրներով, ովքեր գալիս են ծառայության։ Հասկանում եք, ես չեմ ասում, թե դա չի կարող ներվել, բայց ասում եմ, դրան պետք է դեմ առ դեմ նայել և ընդունել այն այնպիսին, ինչպիսին կա, և ընդունել դրա հետևանքները։ Շատ լավ։ Սա երկրորդ մատնեց նրանցն էր։ Հիմա անցնենք երրորդին, որը հենց այստեղ հաջորդ էջում է, 28-ից 32 համարներում։ Սրանք սարսափելի համարներ են։ Ես երբեք չեմ կարդում դրանք առանց տագնապի զգացման և այնուամենայնիվ պարտավորված եմ ընդունելու դրանց բացարձակ ճշմարտությունը։ Տիրոջ մասին մի բան այն է, որ նա ասում է ինչպես կա։ Շարունակենք 28-րդ համարից։ Եվ քանի որ չփորձեցին իրենց մտքի մեջ Աստծուն ունենալ, Աստված նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ կատարեն։ Եկեք կանգ առնենք այստեղ մի պահ, նրանք չէին ուզում պահել Աստծուն իրենց գիտելիքի մեջ, ինչու՞։ Կարծում եմ սա այն խնդրի ախտորոշումն է, որը համընդգրկուն է աշխարհում այսօր։ Ինչու նրանք չէին ուզում իրենց մտքի մեջ ունենալ Աստծո ճանաչողությունը, որովհետև գիտեին, որ եթե դա անեին, պիտի պատասխան տային նրան, պիտի հաշվետու լինեին իրենց մասին և կարծում եմ, որ այն, ինչ տեսնում եմ ընդհանրապես հումանիզմում մի բանն է, որին նրանք կրքոտ կերպով ընդդիմանում են այն գաղափարին, թե իրենք ենթակա են Աստծուն և պիտի հատուցեն Աստծուն իրենց արածի համար։ Տեսեք, որպես փիլիսոփա ես անշուշտ պետք է ուսումնասիրեի ընթացիկ գիտական տեսությունները ոչ թե որպես գիտնական, այլ դրանց ընդհանուր հետևանքների տեսանկյունից։ Եվ պետք է ասեմ, փառք Աստծո, թեև կրոնավոր չէի և չէի հավատում Աստվածաշնչին, երբեք չեմ կարողացել հավատալ էվոլյուցիայի տեսությանը։ Ինձ համար դա ամենաանհավանական տեսությունն է, որ կարելի է պատկերացնել։ Ինչու են մարդիկ դրան հավատում։ Նրանք ձեզ անկեղծ կասեն, որովհետև միակ այլընտրանքը արարչագործությունն է։
Իսկ ինչու չեն ուզում դա, չեն ուզում լինել պատասխանատու Աստծո առջև, ահա իրական հիմնական դրդապատճառը։ Շատ լավ, շարունակենք արագ։ Ինչպես որ նրանք չցանկացան պահել Աստծուն իրենց մտքերի մեջ, Աստված նրանց մատնեց անարգ մտքերի։ Ինչ կարող է լինել ավելի սարսափելի, քան ապականված միտքը։ Նախորդ երկու դեպքերում, որտեղ տեսնում ենք, որ Աստված նրանց մատնեց, խնդիրները ֆիզիկական էին, մարմնական մեղքեր, բայց հիմա նրանց ողջ միտքը ապականված է։ Նրանք լցված են ամեն անիրավությամբ, փաստորեն այս ցուցակում կա 21 բան։ Մենք ժամանակ չունենք դրանք մանրամասն վերլուծելու, բայց առաջարկում եմ կարդացեք եւ ասեք, ահա սա է այն մարդկանց վերջը, ովքեր հրաժարվում են ճանաչել Աստծուն, փառավորել Նրան եւ շնորհակալ լինել Նրան։ Նրանք լցված են ամեն անիրավությամբ, պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, լի նախանձով, մարդասպանությամբ, կռվով, նենգությամբ, չար բարքով։ Այժմ այս թարգմանությունում չարություն բառը երկու անգամ է օգտագործվում, ինչը տարօրինակ է, քանի որ դա տարբեր բառ է։ Առաջին անգամ կարծում եմ ավելի լավ կլինի ասել այլասերում։ Նրանք լցված են ամեն անիրավությամբ, պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, լի նախանձով, մարդասպանությամբ, կռվով, նենգությամբ, այլասերվածությամբ, չարախոսներ, բամբասողներ, աստվածատյացներ, եղբայրներ եւ քույրեր։ Նշենք, թե որտեղ են բամբասողները հայտնվում այս ցուցակում, դա կարևոր է, քանի որ իմ կարծիքով բամբասելը եկեղեցի հաճախողի մեղքն է, եւ նրանք դրված են մարդասպանների ու Աստծուն ատողների կողքին, անարգողներ, ամբարտավաններ, գոռոզներ, չար բաներ հնարողներ, ծնողներին չհնազանդվողներ, տեսեք թե ում կողքին են նրանք, անմիտներ, ուխտադրուժներ, անգութներ, անհաշտներ, անողորներ։ Այն բառը, որը թարգմանվում է ուխտադրուժներ, թարգմանվում է նաև որպես անհնազանդներ, մարդիկ, որոնց հետ դուք չեք կարող ուխտ կապել, եւ դա գուցե մեր ժամանակների ամենաուշագրավ գիծն է, մարդիկ այլևս պատրաստ չեն ուխտեր կապել։ Ազգերը խախտում են պայմանագրեր, կառավարություններն, իրենց խոստումները, իսկ տղամարդիկ ու կանայք ամուսնության ուխտերը միմյանց հանդեպ։ Մեր հասարակության ամենախորքային խնդիրն այն է, որ տղամարդիկ ու կանայք պատրաստ չեն ուխտեր կապել։ Եվ վերջապես նրանք իմանալով Աստծո արդար դատաստանը, որ այսպիսի բաներ կատարողները մահվան են արժանի, ոչ միայն անում են այս բաները, այլ անողներին էլ հավանություն են տալիս։ Զարմանում եմ, թե ինչպես են երբեմն այսպիսի բաների մեջ գտնվող մարդիկ իրար գտնում։ Կարծում եմ նրանք զգում են, որ միայնակ կլինեն, եթե միայն իրենք կանգնեն։ Ուստի յուրաքանչյուրի, ով իրենց պես չար է, նրանք հավանություն են տալիս։ Այժմ ուզում եմ նշել հետևյալը. մենք հավանաբար ժամանակ չունենք դա ամբողջությամբ ուսումնասիրելու, բայց 2 Տիմոթեոսի 3:1-5-ում կգտնեք պատմական զուգահեռ, որտեղ Պողոսն ասում է, թե վերջին ժամանակներում մարդիկ կլինեն եւ նկարագրում է գրեթե այս ամենը։ Հռոմեացիներին ուղերձում ներկայացված է տրամաբանությունը, իսկ 2 Տիմոթեոսում դրա պատմական իրագործումը։ Ուրեմն պետք է դա հիշենք, այն իրագործվում է։ Եվ թող ավարտեմ այնտեղ դրված մեկ արտահայտությամբ, ապականացումն անշրջելի է։ Սա կենսական նշանակություն ունի։ Մարդու մեղքի արդյունքը ապականությունն է նրա ողջ էության յուրաքանչյուր ոլորտում։ Ապականությունը չի կարող հավուր պատշաճի ետ շրջվել կյանքի որևէ ոլորտում։ Ուստի Աստծո ծրագիրն է նոր ստեղծագործություն անել սկսելով նորից, բայց նրանք, ովքեր չեն մտնում այդ նոր ստեղծագործության մեջ, իրենց կյանքում պետք է կրեն ապականության անխուսափելի ընթացքը։ Մեր վերջին դասում մենք անցանք ուխտագնացության այս առաջին փուլը, ինչպես այն ներկայացված է Հռոմեացիներին թղթում։ Եվ ես կարճ կվերանայեմ, թե որն էր այդ փուլը։ Այն պարունակվում է առաջին գլխի 2-րդ կեսում եւ վերաբերում է մարդկության համատարած մեղավորությանը։ Պողոսը հաստատում է, որ բոլոր մարդիկ, ովքեր նորմալ հասկացողություն ունեն, արարչագործության միջոցով եւ իրենց ներսում գտնվող բանական ու մաթեմատիկական կարողությունների միջոցով ստացել են Աստծո որոշ հատկությունների բավարար եւ լիարժեք հայտնություն։ Եվ հետեւաբար նրանք պատասխանատու են այդ հայտնության համար։ Բայց Պողոսն ասում է, որ իրականում մարդկության հետ տեղի ունեցածն այն է, որ նրանց համար հարմար չէր պահել Աստծո ճանաչողությունը, եւ նրանք միտումնավոր շրջվեցին դրանից ու անմիջապես սկսեցին իրենց համար կեղծ աստվածներ ստեղծել։ Նրանք ընկան կռապաշտության մեջ, որն ամենամեծ մեղքն է, եւ առաջին պատվիրանի խախտումը։
Եվ այդ կռապաշտությունից դուրս գալով նրանք մտան մի ճանապարհ, որը նրանց անդադար ներքև էր տանում։ Եվ երբ նրանք ընտրեցին այդ ընթացքը, Աստված վերջապես մատնեց նրանց առաջին հերթին կրքին ու պղծությանը, այնուհետև միասեռականությանը, և վերջում այն, ինչ Պողոսը կոչում է ապականված միտք, որը արտահայտվում է ամեն տեսակի անիրավությամբ ու չարությամբ։ Եվ ահա այդտեղ էլ ավարտվում է առաջին գլուխը։ Մենք կարելի է ասել գտնվում ենք սարսափելի փոսի հատակում, քանիսդ կարող եք հիշել այն երկու առաջին ներքև տանող քայլերը, որոնք մարդկությունը կատարեց և որոնք նրան տարան այդ սարսափելի եզրակացության։ Նրանք չփառավորեցին նրան և շնորհակալ չեղան։ Հրաշալի լսարան։ Այսօր անցնելու ենք երկրորդ գլուխը և դիտարկելու ենք այս ուխտագնացության հաջորդ փուլը։ Երկրորդ գլուխը վերաբերում է այն մարդկանց, որոնք մեղավոր են այն ամենում, ինչում մեղավոր է մարդկային ցեղը, սակայն այն պատճառով, որ ձեռք են բերել որոշ կրոնական գիտելիք, իրական գիտելիք, մտածում են, թե իրենք ավելի լավն են և այլ դասի պատկանող, հենց այն պատճառով, որ գիտեն ինչն է ճիշտ և ինչն է սխալ։ Եվ ըստ էության Պողոսն ուղղակի ցույց է տալիս, որ ավելի լավը դարձնելու փոխարեն դա պարզապես մեծացնում է նրանց պատասխանատվությունը։ Նրանք առավել հաշվետու են այն փաստի պատճառով, որ ավելի շատ գիտեն։ Պետք է հիշենք, որ Պողոսը գրում էր 19 դար առաջ ու ավելի, և նա իր խոսքը նախևառաջ ուղղում էր իր սեփական հրեա ժողովրդին։ Քանզի այն ժամանակ հրեաներն էին, որ ունեին առավելություն այլ ազգերի նկատմամբ, նրանք, ինչպես Պողոսն ասում է, ունեին Աստծո խոսքի պատգամները, գիտեին Աստծո բարու և չարի չափանիշները, որոնք մյուս ազգերը չգիտեին։ Բայց Պողոսն ասում է, որ ավելի լավը դարձնելու փոխարեն դա պարզապես նրանց ավելի պատասխանատու է դարձնում իրենց արած սխալի համար։ Կարծում եմ, կարևոր է հասկանալ, որ 19 դար անց որոշ իմաստով այս պատասխանատվությունը մեզ է փոխանցվել։ Այժմ այնքան էլ հրեաները չեն, որ գիտելիք ունեն, այլ քրիստոնյա հռչակվողները։ Մեզանից շատերը մեր ազգային և ռասայական նախապատմությունների շնորհիվ մեր հետևում ունենք քրիստոնեական ավանդույթի և Աստծուն ճանաչելու, Աստվածաշնչին ծանոթ լինելու դարաշրջան։ Այսպիսով, այս գիտելիքի նկատմամբ պատասխանատվության հարցում մենք հիմա գտնվում ենք այն նույն տեղում, որում հրեաներն էին 19 դար առաջ։ Դա հրեաներին չի արդարացնում, բայց մեզ վրա դնում է նույնպիսի պատասխանատվություն, ինչպիսին այդ ժամանակ նրանց վրա էր։ Ուստի թեև Պողոսն ասում է և խոսում է իր ժողովրդին, դու լինելով հրեա, ես չեմ փոխի խոսքերը, բայց ուզում եմ, որ մտածեք այսօր դա պիտի լինի այսպես, դու լինելով քրիստոնյա։ Տեսնում եք, կարծում եմ եկեղեցու այսօրվա վիճակից պարզ է, որ անթիվ քրիստոնյաներ բավարարվում են այն բանից, որ ավելի շատ գիտեն, քան ուրիշները, բայց անկարող են դա կիրառել։ Դա հենց հրեաների խնդիրն էր Պողոսի օրոք։ Չեմ ցանկանա մտնել եկեղեցու որևէ կոնկրետ սկանդալի մանրամասների մեջ, որովհետև վաղ թե ուշ դրանք հնացյալ կլինեն և կլինեն նոր սկանդալներ։ Բայց եկեք փաստենք, մենք նույն վիճակում ենք, ինչ առաջին դարի հրեաները։ Մենք ենք, որ ամենաշատը պիտի հաշվետու լինենք։ Եվ կտեսնենք, թե ինչպես պետք է առաջ շարժվել։ Հիմա կկարդամ Հռոմեացիներին 2-րդ գլխի առաջին 16 համարները։ Հռոմեացիներին 2-րդ գլուխ, սկսած առաջին համարից։ Ուստի, ամեն անգամ, երբ Պողոսն ասում է ուստի կամ դրա համար, ուրեմն, պետք է ականջալուր լինենք և հարցնենք, ինչու է ասում ուրեմն կամ ուստի։ Շատերդ լսել եք իմ մի փոքրիկ նշանաբանը, երբ Աստվածաշնչում գտնում ես ուրեմն, պետք է պարզես ինչի համար է այդ ուրեմնը։ Լավ,
Այս ուրեմն այդտեղ է, որովհետև առաջին գլուխը եզրակացրել է, որ ողջ մարդկությունը մեղավոր է։ Հիմա անդրադառնանք մարդկանց, որոնք դատում են ուրիշներին, որովհետև ավելի շատ գիտեն, բայց իրենք նույն կարգի մարդիկ են։ Ահա թե ինչու կա այդ ուրեմնը։ Ուստի աններելի ես, ով մարդ, որ բոլորին դատում ես, որովհետև ինչ դատով, որ ուրիշին դատում ես, ինքդ քեզ ես դատապարտում, քանի որ դու նույնն ես անում, ինչով որ դատում ես։ Բայց մենք գիտենք, որ Աստծո դատաստանը ճշմարիտ է նրանց նկատմամբ, ովքեր այդպիսի բաներ են անում, իսկ դու ով մարդ, որ այդպիսի բաներ անողներին դատում ես, դու ես նույնը անում, կարծում ես, թե կխուսափես Աստծո դատաստանից, կամ նրա անչափ բարությունը, մեծահոգությունը եւ համբերատարությունն արհամարում ես, չգիտենալով, որ Աստծո բարությունը քեզ ապաշխարության է տանում, բայց դու քո խստությամբ եւ չզղջացող սրտով քո անձի հանդեպ բարկություն ես կուտակում Աստծո բարկության եւ այն արդար դատաստանի հայտնության օրվա համար։ Թույլ տվեք այստեղ կանգ առնել եւ ասել, դա սարսափելի բան է, այնպես չէ։ Քո հանդեպ բարկություն կուտակել, նա յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցում է տալու, հավիտենական կյանք է տալու նրանց, ովքեր բարի գործերի մեջ հարատևելով փառք, պատիվ եւ անմահություն են փնտրում, իսկ բարկություն եւ վրդովմունք նրանց, ովքեր հակառակվում են, չեն հնազանդվում ճշմարտությանը եւ անիրավության հետևից են գնում։ Նեղություն եւ տառապանք ամեն մարդու վրա, որ չարիք է գործում, նախ հրյայի, հետո հույնի։ Բայց փառք, պատիվ եւ խաղաղություն ամեն բարիք գործողին, նախ հրյային, հետո հույնին, որովհետեւ Աստծո մոտ աչառություն չկա։ Որովհետեւ ովքեր առանց օրենքի մեղք են գործել, առանց օրենքի էլ կկորչեն, իսկ ովքեր մեղանչում են օրենքն ունենալով, օրենքով էլ կդատվեն, որովհետեւ Աստծո առաջ ոչ թե օրենքը լսողներն են արդար, այլ օրենքը կատարողները պիտի արդարացվեն։ Ուրեմն երբ հեթանոսները, որ օրենք չունեն, օրենքի պահանջները բնականորեն կատարեն, սրանք թեև օրենք չունեն, իրենք են իրենց համար օրենք։ Նրանք ցույց են տալիս, որ օրենքի պահանջն իրենց սրտերում է գրված, իրենց խղճի վկայությամբ եւ իրենց մտքերում, որ միմյանց ամբաստանում են կամ էլ արդարացնում։ Հիմա ինչպես սովորաբար Պողոսը բավականին ինտենսիվ է եւ դա պահանջում է մեծ ուշադրություն ճշգրիտ հասկանալու, թե ինչ է ասում։ Թույլ տվեք նախ ընդգծել շատ կարևոր մի բան։ Այստեղ Պողոսը տալիս է Աստծո դատաստանի 5 հիմնական սկզբունքները, եւ նախ դրանք կդիտարկենք, ապա կանդրադառնանք այդ հատվածում Պողոսի ասած մյուս բաներին։ Աստծո դատաստանի առաջին սկզբունքը գտնվում է 2-րդ համարում, բայց ես օգտվել եմ եզրագրական ընթերցումից, որը կարծում եմ ավելի մոտ է բնագրին։ Այն տեքստը, որ ես կարդացի, ասում է Աստծո դատաստանը ճիշտ է նրանց վրա, ովքեր նման բաներ են գործում, բայց բառացի տեքստն է Աստծո դատաստանը ճշմարտության համաձայն է նրանց վրա, ովքեր նման բաներ են գործում։ Այսպիսով առաջին սկզբունքն այն է, որ Աստծո դատաստանը ըստ ճշմարտության է։ Եվ ես հավատում եմ, որ նախ եւ առաջ դա նշանակում է ըստ Աստծո խոսքի ճշմարտության։ Սա շատ կարևոր է։ Հովհաննես 17-րդ համարում Հիսուսը խոսելով հոր հետ ասում է. «Քո խոսքն է ճշմարտությունը»։ Դա անչափ կարևոր է։ Քո խոսքը ճշմարտություն է։ Կարծում եմ, լավ կլինի, եթե պարզապես միասին կրկնենք այդ բառերը։ Քո խոսքն է ճշմարտությունը։ Ասեք ևս մեկ անգամ, քո խոսքն է ճշմարտությունը։ Այսպիսով, երբ Պողոսն ասում է, որ մենք կդատվենք ըստ ճշմարտության, նա ասում է, որ կդատվենք ըստ Աստծո խոսքի։ Եվ հենց Հիսուսն էլ դա ասաց։ Հովհաննես 12:47-ից 48 համարներում Հիսուսն իր ժամանակակիցներին նախազգուշացրեց, որ մի օր նրանք կկանգնեն դատաստանի առաջ ըստ այն խոսքերի, որ նա ասել է նրանց։ Հովհաննեսի 12:47-ից 48-րդ խոսքերում Հիսուսն ասում է. «Եվ եթե որևէ մեկն իմ խոսքերը լսի ու չպահի, ես նրան չեմ դատի, որովհետև ես չեկա աշխարհը դատելու, այլ փրկելու աշխարհը։ Ով ինձ անարգի ու իմ խոսքերը չընդունի կամ մեկը, որ նրան կդատի, այն խոսքը, որ ես խոսեցի, դա է դատելու նրան վերջին օրը»։
Ուստի պետք է հիշենք, որ երբ կարդում ենք Սուրբ Գիրքը, արդեն կանգնած ենք մեր դատավորի առաջ։ Եվ ահա թե ինչու է Պողոսը առաջին Կորինթացիների 11-րդ գլխում ասում, որ պետք է ինքներս մեզ դատենք, որպեսզի Աստված չդատի մեզ։ Եթե կարդում ենք Աստծո խոսքը, կիրառում մեր կյանքում, ապաշխարում եւ մեր կյանքը բերում խոսքին համապատասխանության, ուրեմն մենք ինքներս մեզ դատել ենք։ Քանզի սա է Աստվածային դատաստանի չափանիշը։ Եթե դա անենք, Աստված չի դատի մեզ։ Մեզնից յուրաքանչյուրն իրականում ունի երկու տարբերակ՝ կամ դատել ինքներս մեզ ըստ Աստծո խոսքի եւ մեր կյանքը բերել խոսքին համապատասխանության, կամ հրաժարվել այդքանից եւ այդ դեպքում Աստված ստիպված կլինի դատել մեզ ըստ այս խոսքի։ Բայց Աստծո ամենամեծ ողորմություններից մեկն այն է, որ նա մեզ տվել է Սուրբ Գրքի միջոցով իր դատաստանի չափանիշները, որպեսզի կիրառենք դրանք մեզ վրա։ Եվ ինչպես Պողոսն այս գլխում նշում է, այդ չափանիշը կիրառելու անձը քո եղբայրը չէ եւ ոչ էլ քո հարևանը, այլ հենց դու ես։ Աստծո դատաստանի երկրորդ սկզբունքը ձևակերպված է 6-րդ համարում, որտեղ Պողոսն ասում է, որ Աստված յուրաքանչյուրին կհատուցի ըստ իր գործերի։ Սուրբ Գրքի ամբողջ ընթացքում շեշտվում է, որ Աստծո դատաստանը հիմնված կլինի մեր գործերի վրա, մեր արածների վրա։ Մեզ չեն դատելու ըստ այն պնդումների, որ մենք արել ենք, կամ նույնիսկ ըստ այն աղոթքների, որ մենք աղոթել ենք։ Մեզ դատելու են ըստ այն բանի, ինչն իրականում մենք արել ենք։ Եթե բացեք առաջին Պետրոսի առաջին խոսքը, Պետրոսը դա շեշտում է շատ պարզ լեզվով։ Առաջին Պետրոս, առաջին գլուխ, 17-րդ խոսքը. «Եվ եթե հայր եք կոչում նրան, որ առանց աչառության դատաստան է անում, յուրաքանչյուրին համաձայն իր գործի»։ Նկատեք, այս խոսքերն ուղղված են քրիստոնյաներին։ Եթե Աստծուն դատավոր ենք կոչում, ինչը քրիստոնյաներ լինելով իրավունք ունենք անել, պետք է հիշենք, որ նա անաչառորեն դատում է յուրաքանչյուրի գործի համաձայն։ Հետո ասում է, եւ սա զարմանալի հայտարարություն է, որը շատ քրիստոնյաներ այնքան էլ պատրաստ չեն ընդունելու։ Ձեր պանդխտության ժամանակը երկյուղով անցկացրեք։ Ես դա շատ տեղերում չեմ լսում, բայց կա մի իմաստ, որով պետք է ապրենք Աստծո հանդեպ երկյուղով, իմանալով, եւ դա այն է, որ մի օր պատասխան ենք տալու Աստծուն մեր ապրած կյանքի համար։ Եվ որպեսզի հստակ լինի, որ հենց քրիստոնյաներին է խոսում, Պետրոսն անմիջապես շարունակում է հաջորդ համարում, 18-րդ համարում. «Իմանալով, որ ձեր հայրենավանդ ունային կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկով փրկվեցիք, այլ Քրիստոսի պատվական արյունով, իբրև անբիծ ու անարատ գառան»։ Տեսնում եք այն պատճառներից մեկը, թե ինչու պետք է Աստծո հետ այդքան զգույշ քայլենք, դա այն ահռելի գինն է, որ նա վճարեց մեզ փրկագնելու համար, իր որդու արյունը, Հիսուսի կենսատու արյունը։ Ահա այն արժեքը, որ Աստված դրեց մեզ վրա։ Եվ որքան շատ ես գնահատում ինչ-որ բան, այնքան զգույշ ես դրա հետ։ Այդպես էլ Աստված իր փրկագնված յուրաքանչյուր զավակի կյանքի վրա ունի շատ ուշադիր հսկողություն այն գնի պատճառով, որ նա վճարեց մեզ փրկագնելու համար։ Եթե մտնեք էժան խանութ եւ գնեք էժան զարդ, շատ չեք մտահոգվի, եթե այն կորցնեք, բայց եթե ձեր ամուսինը, ենթադրենք ամուսնացած եք եւ նա առատաձեռն է, ձեզ համար իսկապես գեղեցիկ եւ բավական թանկարժեք մատանի է գնել, կամ ինչ էլ որ լինի, այս պահին կինս ժպտում է ինձ, նրան սա դուր է գալիս։ Դուք չափազանց ուշադիր կլինեք, թե ինչ կլինի այդ մատանու հետ, այդպես չէ։ Ոչ միայն դրա արժեքի պատճառով, այլև նրա պատճառով, ով ձեզ դա տվել է։ Եվ ահա Պետրոսն ասում է, որ պետք է շատ զգույշ լինենք մեր վարքի մեջ այն ահռելի ներդրման պատճառով, որ Աստված կատարել է մեզնից յուրաքանչյուրի մեջ։ Եվ նա շեշտում է, որ Աստված մեզ դատելու է մեր արածների համաձայն, հիշեք դա։ Ձեզ չեն դատելու ձեր դավանանքով, ձեզ դատելու են ձեր գործերով։ Չեք կարող Աստծո մոտ գալ եւ ասել, լավ, ես մեթոդիստ եմ կամ մկրտական, Աստված կասի, սա չէ հարցը, հարցն այն է ինչպես ես ապրել։
Վերադառնալով Հռոմեացիների 2-րդ գլխին դատաստանի 3-րդ սկզբունքը ձևակերպված է 11-րդ համարում, որովհետև Աստծո մոտ աչառություն չկա, Աստված անաչառ է։ Կողմնակալություն բառը ամբողջովին չի փոխանցում գաղափարը, Ջեյմս թագավորի հին թարգմանությունում ասվում է Աստծո մոտ անձնային կողմնապահություն չկա, ինչը ավելի լավ թարգմանություն է, եթե կարող եք հասկանալ։ Անձ բառը հունարենում նշանակում է դիմակ կամ երես, բայց դա նշանակում է մարդու արտաքին տեսքը։ Չգիտեմ արդյոք երբևէ կարդացել եք հին ոճի դրամաներ, հիմա երևի այդպես չեն անում, բայց դրանց սկզբում գրում են դրամայի կամ ներկայացման անձանց ցանկ, եւ հետո ներկայացվում են տարբեր կերպարներ։ Ահա այդ բառի իմաստը, ինչպիսին ես բեմում, ինչ դեր ես խաղում։ Իսկ Պողոսն ասում է, Աստծուն չի հետաքրքրում այն դերը, որը խաղում ես, Աստծուն հետաքրքրում է ով ես իրականում։ Ուստի ոչ ոք չի դատվելու իր կյանքի դերակատարման համար։ Գեներալը դատվելու է նույն կերպ, ինչպես բանակի շարքայինը։ Քարոզիչը նույն կերպ, ինչպես նորադարձը։ Հարուստը նույն կերպ, ինչպես փողոցի մուրացիկը։ Չկա մարդկանց արտաքին տեսքին նայելով դատելու բան։ Հակոբոսի թղթում Հակոբոսը հանդիմանում է իր ժամանակի քրիստոնյաներին, որովհետև ասում է. «Դուք տարբերություն եք դնում գեղեցիկ հագնված հարուստի եւ այն աղքատի միջև, ով ոչինչ չունի ներկայացնելու։ Դուք նայում եք արտաքինին, իսկ Պետրոսը, Հակոբոսը եւ Պողոսն ասում են. Աստված նայում է ներսին»։ Հաջորդ մեր օրերի համար շատ կարևոր դատաստանի սկզբունքը ակնարկվում է 12-րդ համարում։ 12-րդ համար, որովհետև ովքեր առանց օրենքի մեղք են գործել, առանց օրենքի էլ կկորչեն, իսկ ովքեր մեղանչում են օրենքն ունենալով, օրենքով էլ կդատվեն։ Ես դա այսպես եմ մեկնաբանում. մենք կդատվենք այն լույսի համաձայն, որ ունենք։ Եթե ունենք օրենքի լիարժեք լույսը, դրանով էլ կդատվենք, բայց եթե այդ լույսը չունենք, կդատվենք այն լույսով, որ ունենք։ Եվ կրկին սա պետք է կիրառեմ մեր, ձեր ու իմ այսօրվա քրիստոնյաների վերաբերյալ։ Կուզենայի հարցնել. եղել է արդյոք քրիստոնյաների որևէ սերունդ եկեղեցու պատմության մեջ, որն ունեցել է ավելի մեծ հասանելի լույս, քան մեր սերունդը, ներկա դարաշրջանի սերունդը։ Ունենք այնքան աստվածաշունչ, որքան կարող ենք գնել, մեկնաբանություններ, բացատրական գրքեր, ճաշորդներ։ Գնում ենք համաժողովների ու հանդիպումների, միացնում ենք ռադիոն եւ լսում քարոզչի, դա հրաշալի է, փառք Աստծուն դրա համար։ Փառք Աստծուն այն ազատության համար, որը դա հնարավոր է դարձնում, բայց հիշեք, դրա հետ գալիս է ահռելի պատասխանատվություն։ Մենք ստիպված ենք լինելու պատասխան տալ Աստծուն մեր օրերում եւ մեր սերնդի համար մեզ հասանելի լույսի չափի համար։ Եվ անկեղծ ասած, ես դողում եմ, երբ մտածում եմ, թե դա անձամբ ինձ համար ինչ է ենթադրում։ Վերջապես 5-րդ սկզբունքը 16-րդ համարում։ 16-րդ խոսք։ Այդպես էլ լինելու է այն օրը, երբ Աստված դատի մարդկանց գաղտնի գործերն ըստ իմ ավետարանի Հիսուս Քրիստոսի միջոցով։ Երբ ասացի, որ Աստված դատելու է մեր գործերը, ես միայն արտաքին գործերը չեմ նկատի ունեցել, այլ նա դատելու է այդ գործերի ետևում գտնվող շարժառիթներն ու նպատակները։ Տեսնում եք, երկու մարդ կարող է անել միևնույն արտաքին արարքը, բայց նրանց շարժառիթները կարող են լիովին տարբեր լինել։ Երկուսն էլ կարող են առատաձեռն ներդրում անել որևէ քրիստոնեական գործի համար։ Մեկը կարող է դա անել Տիրոջ եւ նրա ժողովրդի ու գործի նկատմամբ անկեղծ սիրուց դրդված, մյուսը եկեղեցու անդամների վրա տպավորություն թողնելու համար։ Արտաքին արարքը նույնն է, գումարը նույնն է, բայց շարժառիթները լիովին տարբեր են, որովհետեւ Աստված նայում է շարժառիթին։ Կուզենայի նայել մի հատված առաջին Կորինթացիների 4-րդ գլխի 5-րդ խոսքում։ Առաջին Կորինթացիների 4-րդ գլուխ
5-րդ խոսք։ Ուրեմն ժամանակից առաջ մի դատեք, մինչև գա Տերը, որը ի լույս կհանի այն, ինչ թաքնված է խավարում, եւ հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները, այդժամ յուրաքանչյուրը գովասանքի կարժանանա Աստծուց։ Շատ անգամ մեզ զգուշացվում է չդատել միմյանց, եւ այստեղ տրված հատուկ պատճառը այն է, որ մենք չունենք բոլոր փաստերը, քանի որ միայն արտաքին արարքներն են տեսնում, իսկ Աստված նայում է ներսի մտքերին ու սրտի դրդապատճառներին, եւ Աստված դրանք հաշվի կառնի, երբ դատի։ Հիմա վերադառնանք մի պահ Հռոմեացիներին 2-րդ գլխին, կցանկանայի անդրադառնալ եւս մեկ դժվարին թեմայի։ Վերադառնում ենք 2-րդ գլուխ 6-րդ համարին։ Աստված ասում է, նա յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցում է տալու, եւ հետո նա խոսում է երկու տարբեր մարդկանց տեսակների մասին, նրանց, ում Աստված ընդունում է, եւ նրանց, ում նա մերժում է։ Դրանք նկարագրված են հաջորդ համարներում։ Նա ասում է 7-րդ համարում. հավիտենական կյանք է տալու նրանց, ովքեր բարի գործերի մեջ հարատևելով փառք, պատիվ եւ անմահություն են փնտրում, իսկ բարկություն եւ վրդովմունք նրանց, ովքեր հակառակվում են։ Կամ ինքնանպատակ են եւ կարծում եմ խնդրի էությունը հենց ինքնակենտրոն լինելն է։ Մի բան եմ նկատել մարդկանց հետ գործ ունենալիս, նրանք, ովքեր սատանայի զորության տակ են, գրեթե միշտ չափազանց ինքնակենտրոն են։ Իսկ բարկություն եւ վրդովմունք նրանց, ովքեր հակառակվում են, չեն հնազանդվում ճշմարտությանը եւ անիրավության հետևից են գնում։ Ահա երկու տեսակ մարդիկ կան, նրանք, ովքեր համբերությամբ, բարիք անելով փառք, պատիվ եւ անմահություն են որոնում, կստանան հավիտենական կյանք, իսկ նրանք, ովքեր եսասիրաբար հավակնոտ են եւ մերժում են Աստծո ճշմարտությունը, ինչպես էլ որ այն իրենց հայտնվի եւ նախընտրում են անիրավությունը, Աստծո կողմից կստանան բարկություն եւ զայրույթ։ Կարծում եմ, Աստծո ամբողջ դատաստանը գնահատելը մեզնից որևէ մեկի կարողությունների սահմաններից դուրս է, բայց եկեք նշեմ նրանց մասին, ովքեր նկարագրվում են որպես հավիտենական կյանք ստացողներ։ Կան երկու հատկանիշ, նախ նրանք հարատևում են բարիք գործելու մեջ, երկրորդ նրանք փառք, պատիվ եւ անմահություն են որոնում։ Ինձ համար որոնում կամ փնտրում բառը հավատք է նշանակում։ Նրանք հավատում են, որ Աստված իրենց կպարգևատրի ըստ իրենց արձագանքի նրան եւ ըստ իրենց արածի։ Կարծում եմ դա երկու հիմնական պահանջներն են, որպեսզի Աստված ընդունի որևէ մեկին ցանկացած դարում կամ սերնդում։ Ավետարանից առաջ կամ ավետարանի ժամանակ երկու հիմնական պահանջները բարիք գործելն է, կիրառելով այն, ինչ հավատում ես, եւ հավատալը առանց հավատքի անհնար է Աստծուն հաճեցնել։ Բայց կան բազմաթիվ տարբեր եղանակներ, որոնցով հավատքը դրսևորվում է տարբեր դարերում եւ սերունդներում։ Այժմ, որպեսզի օգնի ձեզ, ես խնդրեցի Աստծուն ցույց տալ ինձ մարդկանց օրինակներ, ովքեր Աստծուն չմոտեցան ավետարանի հիմքով, բայց ընկնում են այս կատեգորիայի մեջ, հարատևելով բարիք գործելու եւ փնտրելով Աստծո օրհնությունը։ Եվ կուզեի, որ արագ բացեք Ղուկասի 11-րդ գլուխը, 31 եւ 32 համարները։ Հիսուսն իր սերնդի մարդկանց հանդիմանում է եւ ասում. հարավի թագուհին, այսինքն Սաբայի թագուհին, դատաստանի ժամանակ վեր կկենա այս սերնդի մարդկանց հետ ու նրանց կդատապարտի, որովհետեւ նա երկրի ծայրից եկավ Սողոմոնի իմաստությունը լսելու, եւ այստեղ Սողոմոնից ավելի մեծ մեկը կա։ Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ պիտի վեր կենան այս սերնդի հետ ու պիտի դատապարտեն նրան, որովհետեւ նրանք Հովնանի քարոզությամբ ապաշխարեցին, իսկ ահա այստեղ Հովնանից ավելի մեծը կա։ Այժմ ինձ թվում է, որ այդ երկու դասի մարդիկ, Սաբայի թագուհին եւ Նինվեի մարդիկ, հարություն չեն առնելու քրիստոնյաների հարությամբ, որովհետեւ նրանք կանգնելու են նույն հարության մեջ այն մարդկանց հետ, ում Աստված մերժել է։ Բայց նրանք ընդունվելու են իրենց արածի հիման վրա։ Ըստ իրենց հասանելի լույսի, նրանք հավատքով արձագանքեցին Աստծուն իրենց գործերով։
with their actions. So those are the two categories. Ահա երկու կատեգորիայի մարդիկ, նրանք, ովքեր իրենց արածով արտահայտում են իրենց հավատքը Աստծո հանդեպ, եւ նրանք, ովքեր մերժում են Աստծո ճշմարտությունը եւ նախընտրում են անիրավությունը։ Հիմա, որպեսզի դուք անմիջապես չսկսեք փորձել ճշգրտորեն հասկանալ, թե ով որ կատեգորիային է պատկանում, թույլ տվեք ձեզ տալ եւս մեկ խոսք Հռոմեացիներին 11-րդ գլխից, որով էլ կփակենք այս դասը։ Հռոմեացիների 11:33 And verse 32. 33-րդ խոսք։ I'm sorry, it should be verse 33. Oh, the depth of the Ով Աստծո մեծության, իմաստության եւ գիտության խորություն, ինչքան անքննելի են նրա դատաստանները եւ անզննելի են նրա ճանապարհները։ Այսպիսով թույլ տվեք զգուշացնեմ ձեզ, որպեսզի անմիջապես չստանձնեք դատավորի պաշտոնը։ Դա ձեզ չի պատկանում։ Միայն մեկ դատավոր կա Աստված, եւ մեզ հատուկ ասվում է, որ նրա դատաստաններն անքննելի են։ Դուք չեք կարող քննել Աստծո դատաստանները։ Վերջին հաշվով պետք է ընդունենք Աբրահամի դիրքորոշումը, ով ասաց՝ միթե երկրի բոլոր դատավորը արդար չի վարվի։ Երբ ես երիտասարդ քարոզիչ էի, ինչը հիմա արդեն վաղուց է, ես մտածում էի, թե պատասխանատու եմ իմանալու ճշգրիտ ով է գնում երկինք եւ ով ոչ, եւ որքան շատ էի ուսումնասիրում, այնքան ավելի փոքր էր դառնում այն մարդկանց թիվը, ում մասին կարծում էի, թե երկինք են գնալու։ Վերջում այն կրճատվեց մոտավորապես 15.5-ի, եւ ես վստահ չէի կեսի մասին։ Բայց Աստված ցույց տվեց, որ դա իմ գործը չէ, փառք Աստծուն, ուրեմն մի վերցրեք դատավորի տեղը, դա մերը չէ։